Պարոն Օհանյան, երեք կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը եզրափակեց այսպես. ժողովուրդը պետք է շունշանգյալներին, քաղաքական բոշաներին ուղարկի քաղաքականությունից դուրս։ Նախ ինչպես եք վերաբերվում այս խոսույթին, ասվածի բովանդակությանը եւ կհաջողվի արդյոք ընդդիմությանը վերջնաարդյունքում ձևավորել իշխանություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք ընդհանուր առմամբ դեմ ենք այսպիսի խոսույթին, փողոցային տրամաբանությամբ գործողություններին եւ նաեւ փողոցային բառապաշարին եւ կարծում եմ, որ այստեղ պետք է ամրագրել, որ վերջին 7 տարիների ընթացքում այդ բառապաշարով առաջին հերթին խոսել է հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ իր որոշ գործընկերներ, չնայած նրանով բազմաթիվ անգամ խոսելով քաղաքակրթությունից, բարեկրթությունից, ինքը նաև խախտել է իր այդ բարեկրթության երդման այդ պահը։ Բայց միևնույն ժամանակ մենք նաև դատապարտում ենք յուրաքանչյուր ոչ հարիր խոսք, որը ուղղված է նաև մեր ժողովրդին։ Եթե նույնիսկ կան մարդիկ, որոնք որ այդպիսի տրամաբանությամբ են խոսում, ես գտնում եմ, որ երկրի ղեկավարը պետք է վեր կանգնի այդ ամեն ինչից եւ երկրի ղեկավարը պետք է բացառի այդպիսի խոսույթ, ինքը դատապարտելով, բայց միևնույն ժամանակ չպետք է կրկնի։ Մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ընդհակառակն է իրականացնում այդ փողոցային բառապաշարով ինքը ապացուցում է եւ փաստում է այն, որ մենք երբևիցե մեր նորագույն պատմության ընթացքում չենք ունեցել իշխանություն, չենք ունեցել ղեկավարներ, որոնք որ այդպիսի բառապաշարով են խոսել։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ես կարծում եմ, որ այս ընտրություններում ձևավորված է երկու ճակատ, առաջի ճակատում դա իշխանություններն են, երկրորդ ճակատը դա ընդդիմությունն է եւ ընդդիմության ճակատում կան մի քանի դաշինքներ, կան մի քանի բևեռներ, ամեն ինչ պետք է անեն եւ երբ որ մենք վերլուծում ենք, նախ եւ առաջ սոցհարցումները ցույց են տալիս, որ այս իշխանությունների ուղղակի ռեյտինգը իջել է եւ իջնում է, որովհետեւ յուրաքանչյուր նաեւ 3 ազգային ժողովի վերջին իր խոսքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւս անգամ իր ռեյտինգին ինքը հարվածում է նրանով, որ երկրի ղեկավարը չպետք է այդպիսի փողոցային տրամաբանությամբ շփվի եւ падգամավորների եւ նաեւ մեր ժողովրդի հետ եւ այդ համախմբումը գոնե այն առումով, որ այսօրվա իշխանությունների վերարտադրությունը չպետք է թույլ տալ եւ նաեւ հետագայում նրա հետ չպետք է կոալիցիա կազմել, միանշանակ ընդունելի է եւ կարծում եմ, որ հաջողություններ լինելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընդդիմության կողմից լինեն հաջողություններ եւ այս իշխանությունների վերարտադրությունը չլինի։